2008 թվական, մարտի 1։ Այս արյունալի դեպքերից թեև 17 տարի է անցել, սակայն հանրությունն այն կարծիքին է, որ մարտի 1-ի գործն ու մեղավորները դեռևս բացահայտված չեն։ Հարցի վերաբերյալ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի նախաձեռնած քննարկումը պայմանավորված է մարտի 1-ի 9 զոհերի հարցով մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ֆարմանյանը և այլ քնդեմ Հայաստանի գործով սեպտեմբերի 18-ին հրապարակված վճռով, որն իրավական ու քաղաքական հարթություններում նոր վերաիմաստավորման անհրաժեշտություն է առաջացրել։ Մինչ պատգամավորներն ու տարբեր քաղաքական ուժեր փորձում են գնահատել այդ վճռի ազդեցությունը մարտի 1-ի գործի հետագա ընթացքի վրա, հանրային դիսկուրսում կրկին առաջ են գալիս պատասխանատվության, դատաիրավական գործընթացների և պատմական ճշմարտության վերականգնման մասին հարցերը։ Մարտի 1-ի գործը նորագույն պատմության ամենացավոտ էջերից մեկն է, որը հանդիսանում է անարդարության, քաղաքական ցինիզմի և ճշմարտությունը թաքցնելու ցանկության ամբողջական հանրագումար, անպատժելիության և բռնության վրա հիմնված մի ամբողջ ռեժիմի գոյության մանիֆեստ։ 2008 թվականի մարտի 1-ին, երբ մեր երկրում տեղի ունեցավ 10 քաղաքական մարդու սպանություն, օրվա իշխանությունը կանգնեց ընտրության առաջ, կամ ապահովելով օրենքի գերակայություն, կամ ծառայել նեղ քաղաքական շահերի։ Ցավոք, նախկին իշխանությունները ընտրեցին երկրորդը։ Ահա այս խոսքերով բացեց հանրային քննարկումն Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։ Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելն է, այլ արդարադատությունը վերականգնելը, հայտնեց Բաքոյանն ու մեջբերեց այդ գործով ՄԻԵԴ-ի սեպտեմբերի 18-ին հրապարակված վճիռը։ 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ պետությունը ի թիվս այլնի խախտել է կոնվենցիոն կարևոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը, ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչի մասով և փաստացիորեն պետությունն է պատասխանատու մի շարք զոհերի մահվան համար։ Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության մշակույթի վերջին հանգրվանը, այսպես ամփոփեց խոսքը Բաքոյանն ու ամբիոնի մոտ հրավիրեց մարդու իրավունքների պաշտպանին։ Դեռևս մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը այդ ժամանակահատվածում բավականին լուրջ հարցադրումներ է ներկայացրել պետական իշխանությանը հրապարակային եղանակով հենց 2008 թվականին եւ ուզում եմ նաեւ արձանագրել որպես այս պահին գործող մարդու իրավունքների պաշտպան, որ իրավունքների հետ կապված նշված հարցադրումների պատասխաններն առկա չեն ու հենց այս իրավունքների խախտումների մասին հենց այդ ձևաչափով կարելի է բնականաբար խոսել նաեւ այս համատեքստում։ Ուզում եմ նաև խոսել քննության արդյունավետության մասին, որի հետ կապված մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձյալ բազում հարցադրումներ է ներկայացրել թե նախկինում, թե այժմ, բայց նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն այս առումով եւս ունի հստակ դիրքորոշումներ եւ այո, նաև քննության արդյունավետության հետ կապված առկա են բավականին խնդրահարույց իրավիճակներ։ Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործով դիմումատուները ՄԻԵԴ կանգատը ներկայացրել էին 14 տարի առաջ, Եվրոպական դատարանը 3 հոդվածի խախտում էր արձանագրել։ Եվրոպական դատարանը փաստել է, որ բոլոր մահերը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման արդյունքում, որի կիրառումը բացարձակ անհրաժեշտություն չի եղել։ Ցանկանում եմ նշել, որ սեպտեմբերի 18-ին վճիռը հրապարակվելուց հետո այն դեռևս ուժի մեջ չի մտել, գոյություն ունի եռամսյա ժամկետ եւ դեկտեմբերի 18-ին այն ուժի մեջ կմտնի։ Ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում պետությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուի, գործով եղել է 9 դիմումատու, վճարել 30,000 եվրոին համարժեք դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 35,000 եվրոյի համարժեք դրամ որպես կրած ծախսերի հատուցում, ընդհանուր 305,000 եվրոին համարժեք դրամ պետությունը պարտավոր է վճարել։ Գործին վերաբերող մանրամասներ ներկայացրեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Ըստ նրա, դեպքի առնչությամբ կազմվել են ծառայողական քննության կեղծ նյութեր։ Մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած զինված ուժերի ներկայացուցիչները չեն հարցաքննվել ու նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողներին, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական և բարութային այլ գործողություններ, գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Դատարանը
KS-23 տեսակի հատուկ միջոցից արձակված չերյոմուխայի 7 գազային նռնակից սպանված 3 անձանց մասով արձանագրել է, որ հատուկ միջոցներն ակնհայտորեն պատշաճ չեն կիրառվել, հաշվի առնելով վնասվածքների ծանրությունն ու տեղակայումը։ Դատարանը պարզել է, որ նռնակները ամենայն հավանականությամբ արձակվել են ուղղակի հարթ անկյունով։ Պարզ չէ, թե արդյոք ոստիկանները, որոնց թվում եղել են երիտասարդներ եւ անփորձ զինծառայողներ, ունեցել են հստակ հրահանգներ, անցել են արդյոք համապատասխան պատրաստվածություն, թե ոչ, կամ նրանց գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացվել է, թե ոչ։ Փորձաքննությունների համաձայն Գորգ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված չերյոմուխայի 7 գազային նռնակի բեկորների վրա արկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար։ Այդ պատճառով հնարավոր չի եղել պարզել, թե կոնկրետ որ զենքի կրակոցից են մահացել նշված անձինք։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ քերական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քերական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ եւ ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված եւ փորձաքննության օբյեկտ հանդիսացող կրակված պարկուշները, ինչպես նաեւ կազմել եւ քերական գործին կցել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը։ Վարույթն իրականացնող մարմինը ներկայում եւս զրկված է համապատասխան փորձաքննությունների միջոցով պարզել, թե մարտի 1-յան իրադարձություններից հետո Երևանի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավելի փամփուշտները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել։ Ժամանակի ընթացքում Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինքնաձիգեր խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, հայտնեց զեկուցողը։ Մարտի 1-յան ցուցարարների դեմ բանակի դուրս բերում այդ իրադարձություններին դիպուկահարների մասնակցություն ու այսպես կոչված գաղտնի 0038 հրաման։ Այս թեմաներին էին վերաբերում հնչեցված հարցերը։ Բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից։ Դիպուկահարների մասով այո նախաքննությամբ ունենք նմանատիպ տվյալներ, ունենք տվյալներ նաև առանց տարբերանշանների համապատասխան համազգեստներով անձանց մասնակցություն։ Մարտի 1-ի գործի ողջ քննությունը ժամանակագրական քրոնիկոնն ու քննության վեկտորի փոփոխությունն արդեն ներկայացրեց գլխավոր դատախազը։ Նա հայտնեց, որ 2025 թվականի օգոստոսի 11-ին գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը որպես հետադարձ պահանջ համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին։ Նույն օրը գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է նաև 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը։ Հիմքը մարտի 1-ի գործով տուժողների բողոքներն են եղել։ Սաշա Աֆյանի կազմակերպմամբ ոստիկանության մասին օրենքի 29 հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում մուտք են գործել հրապարակ։ Ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության, ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ։ Ցրել են նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղցուցարարներին եւ հարկադրաբար դուրս են հանել հիշյալ հրապարակից։ Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով շրջափակել են Ազատության հրապարակը եւ թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ։ Սաշա Աֆյանին մեղսագրված է եղել արարք, որը որպես վատ վերաբերմունքի դրսևորում հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով, մանրամասնեց դատախազը։ Ներկաները հետաքրքրվեցին, ովքեր են եղել մարտի 1-ի հայտնի հրամանները տվողները ու որտեղ են այդ գործով հետախուզվողները։ Առաջիկայում արդեն կներկայացվի մեղադրանքը դատարանում եւ ձեր կողմից նշած այդ հարցերի պատասխանները բուն մեղադրանքի մեջ կա։ Եթե ուշադրություն դարձնեք, թե ովքեր են մեղադրյալները դատարանում գտնվող գործով եւ այստեղ նաեւ պարոն Բաբայանը նշեց 0038 հրամանի մասին, ապա ակնհայտ է, որ կիսատ չի։ Բուրգը դատարաններում տարբեր վարույթներում քննվող գործերով դառնալու է ակնհայտ։ Գևորգ Կոստանյանը եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների
կեղծման եւ գործի քննություն ըստ էության խեղաթյուրելու դրվագներով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Շուրջ 6 ժամ տևած հանրային քննարկման ընթացքում ներկաները պատասխանատուներից պահանջում էին մեկ բան՝ պատժել մեղավորներին։ Ռոբերտ Քոչյանը ճիշտ հիշատակեցիք։ Փետրվարի 23-ին Մոսկվայից գալուց միանգամից հավաքել էր ուժայիններին եւ հաթաթերտվել, ուժայինները մի քիչ վախեցել էին։ Այդ հաթաթան շատ ծանր նստեց մեր երկրի համար, դա ծնեց մարտի 1, որովհետեւ այդ հաթաթայից հետո պլանավորվեց կեղծիքների մի ամբողջ համակարգ, որը իրականացվեց այն ժամանակվա ազգային անվտանգության ծառայության կողմից։ Դա կոչվում էր գործակալների կողմից ստացված տեղեկություն, որը իրացրեցին ներքին գործերի նախարարության միջոցով։ Փաստավակ խմբի կողմից հավաքագրված փաստերը 17.5 տարի հետո տվեցին իրանց պտուղները։ Եվ այդ պտուղները տվեցին միեդի լեզվով, դա պետք է տային Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների իրավական որոշումների միջոցով։ Դա չի եղել։ Բայց եկեք միեդից շնորհակալ լինենք եւ գնանք առաջ։ Դա կլինի արդեն իրավական բացահայտումը։ Մարտի 1-ի գործընթացը չէր լինի երբևիցե, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Եթե մենք չբախվեինք իրավիճակի, երբ իրականում սահմանադրական կարգը որպես այդպեսին տապալվեց։ Չեմ կարող այստեղ օբյեկտիվ չլինեմ եւ չասեմ նաեւ, որ այդ օրն էլ որոշակի առումով հիասթափասեց նաեւ այն մարդկանց, ով այդտեղ հավաքվել էր, որովհետեւ այն անձում համար հավաքվել էին եւ այն անձում վստահել էին եւ այն անձը, ում հետ կապում էին Հայաստանի սահմանադրաիրավական զարգացման նորմալ ապագան, ըստ էության հեռացավ։ Չեմ ուզում շատ քաղաքական մեկնաբանություններ տամ, ոչ ոքից չկարելի պահանջել, որ ինքը հերոս լինի, բայց ես այդուհանդերձ չհասկացա ինչպես կարելի էր այդ ամենը թողնել եւ հեռանալ։ Քննարկման մասնակիցները համոզված էին 2008-ին զենքերը կրակեցին ժողովրդի կամքը լռեցնելու համար։